Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Դուք ասում եք փոքր խմբակի կողմից կա նման արշավ, այնուամենայնիվ եթե որոշի վեհարանը գրավել, ինչպես ինքն է ասում, ինչ պետք է քայլեր, ինչ գործողություններ հակադեմ պետք է արվի, որ նաև թույլ չտվի, որ հասնի փուլին։ Գիտեք, այս հարցին մենք բազմիցս պատասխանենք, եւս մեկ անգամ պատասխանեմ։ Այս հարցում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խոնարհաբար, ինչպես եւ վայել է եկեղեցու հետ շփման պարագայում, կլսի ցանկացած կոչը մի քիչ շատ մեծ բան է, էլի ակնարկ վեհապար հայրապետի հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողմից եւ կլինի ամենավտանգավոր վայրում, այնտեղ որտեղ անհրաժեշտ լինի պաշտպանել մեր Սուրբ եկեղեցին եւ ինչպես որ անհրաժեշտ լինի պաշտպանել մեր եկեղեցին։ Որևէ մեկին հանկարծ չթվա, որ մենք պատասխանատվություն կամ որևէ բանից փորձում ենք խուսափել եւ պատասխանատվությունը դնել եկեղեցու վրա, ոչ մի դեպքում, պարզապես հաշվի առնելով, որ եկեղեցին մեր համար սուրբ կառույց է, բոլորիս համար, ապա եկեղեցու պաշտպանությունը պիտի իրականացվի հենց այն տարբերակով, հենց այն տրամաբանությամբ, որը որ կորոշի մեր եկեղեցին եւ վեհապար հայրապետը, այսինքն եւս մեկ անգամ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը իր բոլոր ռեսուրսներով կանգնած է եկեղեցու կողքին, մենք պատրաստ ենք ցանկացած անհրաժեշտ տրամաբանությամբ պաշտպանել մեր եկեղեցին, ցավոք սրտի ազգությամբ հայ հարցակվողներից, այսպիսի բան պատմության մեջ կամ չի եղել կամ շատ քիչ է եղել, իսկ դրա տարբերակները շատ են, սկսած այն ինչով մենք հիմա զբաղվում ենք, այսինքն հանրային իրազեկում, վերջացրած արդեն ֆիզիկապես կանգնած լինել այնտեղ, որտեղ անհրաժեշտ կհամարի մեր առաքելական Սուրբ եկեղեցին։ Ինչ վերաբերում է իմ նախորդ ասածին, թե ինչքան աջակցություն ունի Փաշինյանը այս հարցում, մենք կարող ենք նայել իր նախորդ իրականացրած քաղաքական միջոցառումներին, իսկ դրանք քաղաքական միջոցառումներ էին, դրանք պատարագի մասնակցություն չէր, դեպքերից մեկում առհասարակ պատարագ, երկուսում առհասարակ պատարագ իրականացնելու իրավունք չուներ կարգալույց նախկին հոգևորականը, դրանք քաղաքական ակցիաներ էին, ու այդ քաղաքական ակցիաների մասնակցությունը շատ փոքր էր, մանավանդ հաշվի առնելով վարչական ռեսուրս, ինչ հնարավոր է բոլոր տեղերից մարդկանց հավաքել, բերել եւ այլն, ու միևնույնն է պատկերը շատ փոքրաթիվ էր մարդկանց քանակը, ուստի դա ցույց է տալիս, թե Փաշինյանի ես հակաեկեղեցական արշավին մարդիկ ոնց է վերաբերվում։ Պարոն Մամիջանյան, կարգալույց քահանաներ էին պատրաստություն նշեցիք, բայց շարունակում է Նիկոլ Փաշինյանը մասնակցել պատրաստների, որտեղ ոչ կարգալույց քահանաներ են մասնակցում։ Ձեր կարծիքով եկեղեցին այստեղ ինչ պետք է անի, ինչ քայլեր պետք է անի եւ արդյոք դուք տեսնում եք, որ երկխոսության հնարավորություն այդուհանդերձ կա։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին հայ ազգի ինստիտուցիոնալ եւ ամենահին եւ ամենաազդեցիկ կառույցներից մեկն է։ Ես ասացի, որ եկեղեցու հետ բացի խոնարհաբար տրամաբանությունից այլ շփման տարբերակ ես չգիտեմ, ու ես զերծ կմնամ գնահատականներ տալու այն հոգևորականներին, որոնք հանդգնել են մասնակցել մի պատարագի, որտեղ խախտվում է Սուրբ պատարագի կարգը եւ չի հնչեցվում վեհապար հայրապետի անունը։ Բայց նորից եկեք ես խոնարհությամբ գնահատականներ չտամ, թե ինչ պիտի անի եկեղեցին, խորհուրդ նույնպես չտամ, որովհետեւ եկեղեցին ինձանից շատ ավելի խոհեմ է, իմաստուն եւ շատ ավելի շատ բան է հասկանում եւ գիտի։ Ամեն դեպքում իմ համար անհասկանալի է այդ հոգևորականների պահվածքը զուտ իրենց իսկ կանոնագրքի խախտման պարագայում, ինչպես կարելի է Սուրբ պատարագի ընթացքում չհնչեցնել վեհապար հայրապետի անունը, բայց ավել անդին եկեք ես չգնամ։ Պարոն Մամիջանյան, նախորդ կիրակի այստեղ ոտքի նախաճաշ է կազմակերպվել, ավելի ճիշտ ուրբաթ եւ շաբաթվային, այդ ոտքի նախաճաշին ինչ վերաբերում ունեք, ինչպեսի գնահատական։ Ես չեմ կարծում, որ ես պետք է գնահատական տամ Հայաստանում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին, ճիշտ ասած ես մեկնաբանություն կամ կարծիք այդ միջոցառման մասին հայտնել չեմ ցանկանում, որովհետև կան քննարկումներ, որ ինքը մի փոքր այլ կերպ էր նախատեսվել,
Կան քննարկումներ եւ հրապարակումներ մամուլում, որ բավական բարձրաստիճան մասնակիցներ պիտի ունենար այդ միջոցառումը, որոնք հրաժարվել են մասնակցել այդ միջոցառումից, հաշվի առնելով այն փաստը, թե Հայաստանում Փաշինյանը ինչ հակաեկեղեցական արշավ է իրականացնում։ Այդ միջոցառման մասնակիցներից շատերը իրենց մոտեցումները հայտնեցին եւ անընդունելի որակեցին եկեղեցու դեմ իրականացվող արշավը։ Ուստի եկեք ես այս միջոցառումը չմեկնաբանեմ, շատ բաներ են մամուլում շրջանառվել այդ միջոցառման հետ կապված, որոնք կարող են քաղաքական քննարկում դառնալ։ Ես զերծ կմնամ այդ մեկնաբանություններից, պարզապես կասեմ, որ ցանկացած մարդ, ցանկացած գործիչ, հասարակական, քաղաքական, հոգևորական, ով տեսնում է, թե ինչպես է Հայաստանում կառավարիչների այս մարգինալ խմբակը փորձում եկեղեցու դեմ, մեր սուրբ եկեղեցու դեմ արշավ իրականացնել, իրենց հրապարակային գնահատականները հնչեցնում են, ինչը ողջունելի է։ Ես ներողություն եմ խնդրում, որ ձեր հարցին չեմ պատասխանի ու բացատրեմ, թե ինչի։ Երբ որ ես որևէ խորհուրդ եմ ունենում տալու իմ այս կամ այն ընդդիմադիր գործընկերոջ, ես դա անում եմ հեռախոսով կամ հանդիպման ժամանակ։ Դրանով քաղաքական դիվիդենտներ հավաքել եթերում, ես դրա իմաստը ճիշտ ասած չեմ տեսնում։